Աներից մեկը, որը որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինձ սատարում է, փայլակ վերջապես ասեմ քեզ։ Պարոն Սիմոնյան, Այժմ կգամ ուստեղ եմ, որ արդեն մի ժաման բան եմ տալիս, ճեպազրից եմ տալիս։ տեսեք ամեն անգամ իշխանությունը Եկեք մի առաջ գնանք, էլի։ ամեն անգամ իշխանությունը խմբագրում է իր հայտարարությունները, սկսած Արցախը, Հայաստանը եւ Երցապահարեք, Արցախում եւ Հայաստանում ապակակը, հիմա նաեւ այդ ամեն ինչը հարությունը իր աչքի առաջ ունենալով չի կարող ունենալ հիմնավոր կասկածներ, մտահոգություններ, որ այսօրվա այս ձեր հայտարարությունները եւս 1 տարի հետո կարող են դիտվել սխալ եւ օրինակ ասվել, որ օրինակ դες սխալ էինք ասել, որ օրինակ չեմ, ես ինչ հատվածներ, ինչ հատվածներ, սա առաջին հարցը։ Առաջին պատասխան հիշեր, իհարկե կարող է, բայց ակնհայտ է, որ այն գործողությունները եւ այն մարտավարությունը, որը որ իրականացնում է այսօրվա իշխանությունը, կոնկրետ ռեզուլտատներ է բերում։ Այսինքն հողի վրա բան է փոխվում։ Հիմա ակնհայտ է, որ ինչ որ բա ուրիշ քաղաքական իրավիճականում, երբ որ դուք դա ասում եք, այն ժամանակ այնտեղ կար ռուսական խաղապահ ուժեր եւ իրավիճակը այլ էր եւ տրամադրվածությունը եւ պատկերացումը նույնպես այլ էր, հա, բայց հետո եկավ նոր իրավիճակ։ Ես չեմ կարող նույն գնահատականը տամ երկու տարբեր իրավիճակի մեջ եւ կրկնում եմ, կարևորը այն է, թե հողի վրա մենք ինչ ունենք։ Հողի վրա մենք ունենք խաղաղություն։ Իդեպ, լավ հիշեցի, այդ Ղարաբաղի հետ կապված, որ ասում եք ապագա կա եւ այլն, ես եմ դա ստեղ ասել, բայց դրանից հետո մեր պարլամենտում գտնվող ուժերը տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը եւ դրանից 3 օր հետո թուղթ ստորագրեցին, որով լուծարեցին ձեր կողմից են, որ տարբեր ձեր հիմա բլան եք տենց բոլորը դոշ են ծեցում, իմիջիալը տենց հետաքրքիր է, նկատել եք, որ քաղաքական ընդդիմությունը Ղարաբաղի, դուք ավելի այսօր ընդդիմադիր եք, լուրջ եմ ասում, այսօրվա լրագրողները շատ ավելի ընդդիմադիր են, քան պարլամենտի ընդդիմադիրները, քանի անգամ եք տեսել, չէ, խոսույթը լավ, թող տենց ասեմ, խոսույթը ես չեմ, ընդդիմադիրների մեջ վատ բան չկա իմիջիալոց, ես չգիտեմ դու եք նորեն ծանր արձագանքեցիր Ալեքսանյանի ասացին, դուք եք ծանր, ընդդիմադիրների մեջ վատ բան չկա, եթե դու դրա մասին չի խոսքը, լսի, հասկանալի է, լավ է, բայց այսօր մեր ընդդիմությունը տեսել եք, որ Ղարաբաղի մասին խոսում, Քոչարյան ասում է, եթե ես լինեի 2021-ին անցյալի մասին, չէ, այ ապրես, անցյալի մասին է խոսում, եթե ես 2020 թվականին այսօրվա պարլամենտ չեմ նայել, Նարեկը նոր մի հատ մեջբերում արեց, բան շոկ ապրեցի ու լավա որ չեմ նայել, բանը մեր քաղաքական ընդդիմադիրները խոսում են այսօր Ղարաբաղի մասին։ Ով։ Ռոբերտ Քոչարյան աշտարակում բնակիչների հետ հանդիպմանը երբ հարցի ինչեց խոսեց Արցախցի Արցախ վերադարձի իրավունք։ Այսինքն չենք ուզում, իրանք մասը էլ Ղարաբաղը չի ուզում, Ղարաբաղը հայկական չի համարում, լավ, ինձ թվում է եղավ փուլ առ փուլ հետևողական աշխատանքով ինքը Հայաստանի ինչքան բան կար տվեց ռուսներին։ Պարոն Սիմոնյան, երկրորդ հարցը փայլակը դիտում։ Երեք Արարատ Միրզոյանը հաստատեց, որ համագործակցել է ԱԱՑ-ի հետ։ Հիմա դա գործակալ է, թե գործակալ չի, կուզենամ դուք պատասխանեք, որովհետև նույնիսկ տենց համագործակցել ԱԱՑ-ի հետ կոնտեքստով, օրինակ, չգիտեմ, կաթողիկոսի եղբորն է մեղադրում, որ ԿԳԲ-ի գործակալ է եւ այլն, ո՞րն է տարբերությունը։ Նախ կոռեկտ չեմ համարում ձեր հարցը եւ պետք է ասեմ, որ համեմատականներ անցկացնել այդ երկու անձնավորությունների միջև ուղղակի անընդունելի է։ Մեկ այլ հարց է, երբ որ հիմա ձեզ բոլորիդ, եթե ԱԱՑ-ն հրավիրի, Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն հրավիրի եւ ասի ներողություն եմ խնդրում, եթե դուք տեսնեք, որ ինչ որ զինվոր է, պայմանական եմ ասում, մեր սահմանը անցնում, անպայման կասեք, կարծում դրա հրավիրելու կարիքն էլ չկա։ Իսկ մի բան է, երբ որ դու գնում ես Սովետական միության այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երթում ես տալիս։ Մենք ունենք լավ աշխատող իրավապահ մարմիններ, այդ թվում նաև մեր ազգային անվտանգությունը եւ ունենք շատ լավ մարդիկ, ովքեր որ այդ ծառայությանը օգնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել։ Ես, եթե առիթ լինի ինչ որ բան լինում է, որ ես համարում եմ, որ ԱԱՑ-ի բանը տնօրենը պետք է իմանա, ես անձամբ զանգահարում եմ իրեն եւ ասում եմ, որ նման վտանգ կա։ Ձեր հարցը անտեղի հարց է։ Մենք կրկնում եմ, չի կարա
չի կարա նման համեմատություն տեղ գտնել, չի կարա։ Լավ, դե իր հայրենիքն է, մեր մեսխիա ներկայացնում այլ երկրում։ Թող իր հայրենիքն է, թող անձնագիրը հայկական լավ էլի խնդրում եմ։ Իսկ դուք վստահ եք, որ հիմա այդ բանը, այդ համագործակցությունը չի շարունակվում։ Հիբրիդային պատերազմի դեպա որ վստահ չեք, որ դուք վստահ չեք, ես տեղեկություն չունեմ, բայց ես համոզմունք ունեմ, որ շարունակվել է, շարունակվում է ու շարունակվելու է եւ հիբրիդային, օրինակ այն օրվա վերջի հարցազրույցի հիման վրա, որովհետեւ ներքաշել երրորդ երկիրը հայաստանյան ներքաղաքական բաների մեջ եւ օգտագործելով դիրքը հարցազրույց տալ Հայաստանի ներքաղաքական գործունեության մասին, դա եւս դրա այդ հարցակումների արդյունք։ Գարնե ջան, ես մի րոպե Նարեկի երթն է ճիշտ ասում։ Պարոն Սիմոնյան, դուք որ ասում եք իսկ վերջանալու է այս ամեն ինչը։ Պատին են դեմ տվել, էլ չեմ կարում շատ են։ Յա, կներես, ես խոսամ դու հոգնես։ Սիմոնյան, դուք որ ասում եք այս կողմը Թուրքիան, այս կողմը Իրանն, այն կողմը Ադրբեջանն, բայց հիմա ով է ասում, որ Հայաստանի տարածքը սա չէ, դու ես ասում։ Ես նման բան չեմ ասել, խնդրում եմ։ Դա կասես ինձ այս կողմը ինչ է։ Ադրբեջանը գրեք, բայց չէ, ներողություն։ Երբ որ մենք ասում ենք, որ դա մեր պատմության մասին ենք խոսում, մեր պատմական անցյալին ենք անդրադառնում, դա չի նշանակում, որ մենք վաղը այն տաքս ու վարսու նման ասելու ենք քշի Թուրքիա կամ հարձակվելու ենք Ադրբեջան։ Իսկ արդյոք դա նշանակում է, որ Մոնղոլիայի, իսկ արդյոք դա նշանակում է, որ Մոնղոլիայի վարչապետը հիշում եք, նա լավ կատակ արեց, չեմ հիշում ինչ առիթով, ասեց ես էլ հիմա տարածքային պահանջներ եւ պատմական պահանջներ կներկայացնեմ։ Ժողովուրդ, կա իրավական փաստաթուղթ, Նարեկ ջան, իրավական փաստաթուղթ, ես դες իզուր չհարցրեցիս, կարաս չընդհատես, պատմությունը չի լինում ջնջել, պատմությունը չի չես կարա ջնջես, դա անհնար է։ Ես խոսում եմ այսօրվա մասին եւ ապագայի մասին, այսօր Հայաստանի Հանրապետությունը սա է եւ ես կվերադառնամ, սա է Հայաստանի Հանրապետությունը, իրավական գործում էր, հա, Մանա, ուրեմն իրավական առումով փաստաթուղթ գոյություն։ Հիմա դուք լրագրող եք, չէ՞։ Հիմա եթե ես դες պայմանական, հա, ուզենամ ներշ թողնեմ, դուք ասեք ես հավատարմագրում անցած եմ։ Այստեղ օրենք գործեց, հա։ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին ասել է, «Էս Հայաստանի Հանրապետությունն է»։ Իմ ասածը դա է, որ սա Հայաստանի Հանրապետությունն է։ Թե հիմա դուք ձեր տանը, ես մեր տանը կենաց կխմենք, կասենք, այս բանը ոնց է, իմ տատն էլ ղարսում է։ Մենք ղարսում, չգիտեմ, երկաթի կամուշ կար, այնտեղ տունն է, տատիկիս մաման ընդեղից ա եղել եւ այլ։ Բայց Հայաստանը սա է, ժողովուրդ։ Սա է, յուրաքանչյուր այն խոսակցություն, որը որ դուք ասում եք, դա նույն ռեակցիան է առաջացնում մեր հարևանների մոտ։ Ինչը որ մեր մոտ առաջացնում է, երբ որ Սևանին ինչ էին ասում։ Մի խոսքով չեմ ուզում կրկնեմ։ Նույնը ինչ որ մեր մոտ ասում, իմ ասած ընդամենը դա է, Նարեկ ջան։ Ինչի, որովհետև դու հայ ես եւ Հայաստանի մոլորակումն է դա անանոց։ Ներողություն եմ խնդրում, ես չեմ ասում ինձ նա եղել, ախր հասկացի ինչ եմ ասում։ Ես դուք խոսում եք էմոցիաներից, ես ասում եմ, որ Հայաստանից բացի այլ երկիր կա մոլորակի վրա։ Այլ երկիր կա, այլ էմոցիա կա, այլ մայր կա, որը երեխա է կորցրել, այլ գերեզման կա, որը որ միգուցե հայկական կամ չգիտեմ վրացական, ռուսական զինվոր դրա համար չեմ վստահ մի ասա, որտեղ Կալիֆոռնիայում տենց խոսակցություններ գնում է։ Բայց այնուամենայնիվ դրա համար ժողովուրդ դուք էլ եք ինչ որ ձևով պաշտոնյաներ, հա, դուք կարտիկ ստեղծող մարդիկ եք Հայաստանի Հանրապետության փաստաթղթով, Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայականով, էսա կադաստրի վկայականում կան անճշտություններ մեր հարևանի հետ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում երեք բոլոր իրաստանների եւ բնականոների հետ ունեն։ Հիմա մեր հարևանի հետ պայմանավորվել ենք, որ այդ կադաստրով սահմանագծումը անում ենք, էսա ու իրար վրա չենք կրակում, չենք ստանում։ Այն ջան, ցավը տանեմ, այսօր է չկար։